Հաջորդին ահաբեկելով ընտրվելու քարոզչությունը հետս հետը մտնում է իր ընթացքի մեջ։ Ինչպես երեք արդեն տեսակ, ինչի մասին ես օրեր առաջ զգուշացրել եմ, էկոնոմիկայի նախարարը ասում էր, եթե մեզ չընտրեք, 4 միլիարդ ներդրում չի լինի, եթե մեզ չընտրեք, թրիփ չի լինի, եթե մենք չընտրեք, էս չի լինի, երկիր չի լինի, ինքնիշխանություն չի լինի, ու սենց ստերի շարան։ Հիմա հերթով, քանի որ գոնե ասելուց մի քիչ խելքին մոտիկ բաներ ասեմ, բացարձակ ստեր են ասում։ Ուրեմն այդ 4 միլիարդի թեման, սենց օդից կախված մնաց ու նույնիսկ ընդդիմադիրներ, ստեղները մտել է որ 4 միլիարդ ԱՄՆ ներդրում անել։ Ու այ խելոքներ։ Անգլերեն չգիտեք, գոնե իմացողներին ասեք թարգմանեն։ Այս ընդդիմադիրների մասին է խոսքը։ Իշխանություններին պարզ է, լավ էլ գիտեն, խաբում են։ Ինչ է ասում մարդը, հեսա բառացի տակը կդնեմ անգլերենով նորից լսեք։ Մարդը ասում է 5 միլիարդի արտանում Հայաստան տեխնոլոգիաների մասով, այսինքն այդ ատոմակայանը, որ կառուցեն, ընդ որում նման ատոմական կառուցելու փորձ ԱՄՆ չունի, երբևէ նման բան չի արել, մեր վրա պետք է փորձարկեն, էլի։ Այդ նոր բան է լրիվ։ Ու ինքը շատ թանկ է, ու շատ ծախսատար։ Հաջորդիվ ասում է, այդ 5 միլիարդ արտանումը որ անեն, ասում է դրան կհաջորդի 4 միլիարդի support, աջակցություն, ոչ թե նվեր, վառելիքի ատոմային, հա, ուրանի եւ maintenance, այսինքն սպասարկման գծով։ Այդ ինչ է նշանակում, ասում ատոմականը, որ սարքենք ընկերներ, քանի որ այդ ուրանի վառելիքը նես չի, խանութում դրած է կարած գնաս առնես, որտեղից ուզում ես, այդ էլ պետք է թույլտվություն լինի, որ ինչ-որ մեկը քեզ վաճառի։ Հիմա ռուսներն են մեզ այդ տալիս։ Ասում է հետ էլ կտանք, բայց այդ support-ը չի նշանակում, որ ձրիա տալու, փող ես տալու։ Դա ոնց է ներդրում։ Հետևից էլ ասում է maintenance-ն էլ կանենք, սպասարկումը, այսինքն քանի որ իրանց տեխնոլոգիան է, հենց չէր ենթադրվում, չէ, որ մենք ենք կառավարելու, որտեղ մենք այդ գիտելիք կարողությունը չունենք, նույնիսկ եթե սարքեն, ինչին ես չեմ հավատում։ Հիմա ոնց դարավ այդ 4 միլիարդը ներդրում։ Դա մեկ։ Ասում է թրիփ չի լինի, то ջանդամ է լինի, ձեր թրիփն էլ դուք էլ է թրիփը ադրբեջանական միջանց կա, բայց չենք ուզում լինի։ Իսկական հայը, որ ուղեղնել աշխատում է, հասկանում է այդ ինչա, ու գիտի, որ ես մեկը չեմ ուզում դա լինի։ Դա թուրքերին թուրքական ծրագիրն է, Նախիջևան Ադրբեջան կապով թուրքական աշխարհների երկկապող։ Մեզ ինչ դրանից։ Հա մեզ են որ ավելի են մեզ ստրկացնելու։ Էդ էլ է տեղ, որ ասում են չի լինելու։ Ինչ վերաբերում է ինքնիշխանությունը, то ինքնիշխանությունը դուք եք բերել, ինքնիշխանության հերանիցեցիք։ Տարածաշրջանում մենք որոշող էինք, ինչքան էլ կոռումպացված էին, էս էին, մյուս էին, երկիրը վատ էին կառավարում, բայց այս տարածաշրջանում գործող էինք, Արցախում մենք էինք, Արցախը մեր ձեռը, այս տարածաշրջանը որոշումներ կայացնում, որտեղ այդ նույն թուրքական աշխարհներին չէինք թողում միանային իրան, որ կուլ տային մյուսներին։ Մի խոսքով ժողովուրդ, հերիք այս ստերին հավատակ, հերիք այստեղ այնտեղ տեսնում եմ, գրում եք բաներ են անում, զայրանում եմ, չի կարելի, ինչքան կարելի ասել, չկա այդ ներդրումները։ Մի ձեր հիշողությունը թարմացնում նաև հարևան Վրաստանով։ Վրաստանում ինչքան ներդրումներ արել ԱՄՆ։ Միլիարդների աջակցություն SRN-եր, բայց ոչ թե տենց լուրջ ներդրումներով։ Իրենց ընկերությունները ինչ որ անշարժ գույքերում այո ներդրումներ արել են, որը նաև պահում են։ Բայց որպես պետության աջակցություն, ինչ եղավ Վրաստանը, հիշում եք։ Այն խփնված Սաակաշվիլին ոգևորեցին, հելավեշեշ բաներ արեց, ռուսները մտան Աբխազիան մյուս գրավեցին, արդեն Վրաստանն էին գրավում։ Ինչ արեցին ամերիկացիք, ոչի բան, կոչեր արեցին, հելան գնացին իրենց գործերով։ Հիմա ձեր ուզածը ինչ է, ասենք դրել եք ում եք ինչ հավատում։ Ես զարմանում եմ, էլի։ Զարմանում եմ, այսքան խոսում ենք, էլի այդ դրանց եք havատում։ Լավ եղեք, լավ որ բոլորիդ։ To strike deals on civil nuclear projects. That means up to $5 billion in initial U.S. exports, plus an additional $4 billion in long-term support through fuel and maintenance contracts. This is the classic win-win for both Armenia and the United States of America. It means stronger energy security for my own country, and it also I think means stronger energy security for Armenia, and it's also going to create a lot of new jobs back home in the United States. It means small modular reactors. American technology is going to be coming to this country.